Կանդարի այլևս ազդեղը բզիկ է։ Սեզի պազկատորներում վրա մինստեսնենք տադրոնի մեջ։ Առաջին կորջերնից պիլա, տադրոնը պանա, 500 դեր գա։ Դեսնեք որ ատորները անեցինք, որբեսի գարինակ ոտքի գենալ։ Ինչին ենք աշագետները երտալով գշատնան, ձնողները երտալով սիվով գուկան, անտեսներում ներգային միշտ։ À partir de l'année prochaine, vous allez vous asseoir dans des fauteuils dans la salle du théâtre qu'on va restaurer. Voilà la bonne nouvelle de cette année. Noël, le Nouvel An, c'est l'occasion de dire des choses sympathiques. Et malgré tout, comme dans toutes les familles, il y a toujours des discussions. Il y en a qui disent le salon est très haut, 6 mètres, c'est qu'est-ce qu'on va faire? On partage en deux. Et l'autre qui dit c'est trop bas, il faut faire 12 mètres. Alors, laissez travailler les propriétaires pour qu'ils agissent pour votre bien. Parce que nous avons des problèmes, soit le terrain est trop grand, il faut limiter, soit l'organisation, on s'organise chaque année de plus en plus. Vous allez voir, nous avons des jeunes parents, membres de comité, qui s'activent chaque année et encore plus riches, encore plus gais. Donc, aidez-nous à passer notre nouvel an avec joie. Vous pouvez le faire. Parce que ça suffit. Հայերենգսեն մեկ հատ ջանչ կպավե, որ ճորվայի մեջ ինա, որ ճորվան կպատես։ Մենք բեկերվա ջանչ ունենք, ինչ ունենք։ Այդ ճորվան չենք էցրեն սեզին, նոր ճորվա մեջ ունենք, որով ամեն դուն իրեն պրոբլեմ ունի, իրեն նեղություններ ունի, միայն բարձկան խոարարներն է, որ Ջանջը գանեն կեզի կգերցնեն, պարսկան են, տանտեր չեն, մենք տանտեր ենք, մենք սիրով գնենք, մենք ձնով ենք, եկավ, Արարատի Արարատին ո՞ր Արարատ ո՞ր է բուզիկներ Ո՞ր է Արարատը Ապրիս Հայաստան ծեվել եկավ չոկոլատ Բաներ պատրաստեցի Եվ շնորհակալ եմ Գաղտնի բաբա, որովհետև այս ամբու անցավ արդեն մեր դասարանները եւ մեզ խոսք տված էր, որ անպայման պիտի կա եւ ահա Վասիկ եկավ արդեն։ Ուրեմն գրնանք սկսել մեր հանդեսը։ Նախ ամեն աշ պիտի երկենք աշունը, որովհետև գիտեք որ եղանակներում մեջ ան, այլևս աշունին պիտի դեսություն լսենք եւ ծմերը պիտի լինի եւ որ վերջը ուրեմն մենք հələ սկսանք աշտան երգալ։
Սևան ու մեզի պիտի արդասանեն ծմերը։ Գրոչունի։ Ծմեր։ Ծմերը բաղ եղանակի։ Շատ բաղի պայզաջելի է։ Պատիտ ճունկը դեղա, երգիր ամբոս, ջերմակ կլա։ Աղջիկ դեղա տուզ կվզեն, ծունին վրա խաղար գնեն։ Հիմա պիտի երկենք ծույնը, նախ բայց Էլիզան պիտի սկսի, հետո մենք պիտի ընկերանանք։ Հիմա Կալին։ Գահում բաբատ եկերի, դրան նաշել դեսերը, լուց դեսեք մանիկներ, նշեն դեսեք ներեր։ Գահեն բաբուտ ձերուկ մերուկ, ուրգեկ ու կաս, մեծ դորեք է ետեր բանաս, խաղալիք մը ինձի գուդաս,
Հետո թայս, ծնունդի ձեր։ Հիմա Մատեոն մեզի դարձան է Գաղանդ բաբան։ Գաղանդ բաբան եկավ խաղարիկն է մեզի ֆերավ շնորհակալ ենք Գաղանդ բաբա մենք կախոս գուտանք ինձի վերած բարի և խելացի Հիսուսը բիդյազում շերքեն, անգի վերջ, ձեզ մեր խտրան ունիմ, նստիկներդիք մի արնեք, պիտի հոս նստեցնեմ իրենց, որդև վերջը բզդիկ ալագնգալ մնարդուշ։
փոքիր եւ քիչ մհերք ու շնոր, բերես ինձ, բայց չրսես տունանոր, խելք ու շնոր, անկան ունիմ, որ գպաշխեմ ես ծրին, հայրս գսեն, մասիս վելով մեծ ընծան, որ տուն գնաս օր մե պերեն հայ դողոց, որուն մեջ գա ամեն բան, աս ու լույսին ոսկե ձոց, գրագ ու խոց, ըսկա շուներ բահավը, Շղտայագա ֆին կաչեր և վերերեն նժուկներ, Գահան բաբա, ես այդ մասիսը վիզեմ, չիր անիվներ ոտքի դար, ու ամացակ կշե մեր դունը շիդար, պեր ինչ նվեր այ գսեր, գահանդ բաբա, ես այդ մասիսը գուզեմ, Գահան բաբա, ես այդ մասիսը գուզեմ, Գահան բաբա, ես այդ մասիսը գուզեմ, Մենք ալ այդ մասիսը գուզենք, բոլորս ալ։ Սիրելի ծնողներ և ներգաներ, գտեսնեմ, որ ուրախ և լավ դրամատուրգիան մեջ եք, հուսամ դագավին հաջելի բահեր վիդեոնենանք միասին։ Հիմա խոսիմ քիչմը հայկական ավանդության մասին, որ շատ հին տարերեն եկած է։ Ինչ ավանդության մասին է խոսքը։ Դոներուն և խնչումներու adեն հայերը սովորություն ունեին երբ ու բարերեն զած ունենան նաև զանազան խաղեր։ Ուրեմն դոներու adեն հայերը գխաղային։ Դուներուն մեջ շատ դարածված է գիտես չես գիտերի խաղը, որ այսօր բիջի խաղանք միասին, պայմանով որ դու կան մասնակցիկ, չէ որ այսօր տոն է։ Շատ լավ, սկսենք։ Հիմա հարցումներ բիջի ուղենք, և եթե մեր աշակերտները չգիտնան, դուք գրնաք պատասխանել, չմոռնաք, որ պատասխանելու համար հարգավոր է մատ բարձրացնել։ Առաջին հարցումս, գիտեք թե հայերը քրիստոնեությունը ընդունելի առաջ ինչ գրոնք ունեին։ Էվա, հայերը նախքան քրիստոնյա ելալը հետանոց կան գրաբաշտ էին, գբաշտ էին արևը և լուսինը աստղերը և բնություն։ Ճիշտ է, հայերը հետանոց էին, պայան։ Երկրորդ հարցումս, դուք գիտեք թե, չէի գիտեր, թե հայերն ալ հին ազգերուն պես ունեին շասվածներ Դյո, գրնան, քանի մանուներ դար։ Այո, Մաքսիմ։ Այո գրնան, Անահիտ, Արամաստ, Աստղիկ, Վահագն, Դիր և Միր։ Այո, ճիշտ է, Անահիտ, Արամաստ, Աստղիկ, Վահագն, Դիր և Միր։ Գիտեք թե որ թվականին հայերը քրիստոնեությունը պետական գրոնք ընդունեցան։ Սևան, Հայերը 301 թվականին ազգովին քրիստոնյա դարձան։ ճիշտ է, 301 թվականին։ Արդյոք գիտեիք թե հայերը որ հայոց թագավորին adեն քրիստոնյա դարձան։ Տենի Դրտած երրորդ թագավորին adեն և 301 թվականին քրիստոնյա դարձան։ Ճիշտ է, դրտած երրորդ թագավորին adեն։ Բայց ով է Գրիգոր Լուսավորիչը։ Էվա, ով է Գրիգոր Լուսավորիչը։ Հայոց առաջին կաթողիկոսն է, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը 13 տարի խորհրդի մեջ վանդարվեցավ քրիստոնյա ելալու պատճառով։ Ճիշտ է, 13 տարի խոր վիրաբին մեջ վանդարվեցավ քրիստոնյա ելալու պատճառով։ Գիտեք թե ինչու Գրիգորին գսենք լուսավորիչ, l'illuminateur, Սևան։ Այո, որովհետև ան քրիստոնեության լույսը բերավ այ ժողովություն։ Ճիշտ է, լույս, լուսավորիչ, lumière։ Գիտեք թե որ թվականին և ուր գալուծվեցավ մեր առաջին եկեղեցին, Փոլ։ 303 թվականին և Էջմիածին քաղաքին մեջ գալուծվեցավ մեր առաջին եկեղեցին։ Ճիշտ է, 303 թվականին մեր առաջին եկեղեցին շատ հին է, և գիտեք թե Էջմիածինի նախկին անունը ինչ էր տենի։ Այո, գիտեմ, Վաղար Շաբաթը։ Ճիշտ է, Վաղար Շաբաթ, միայն բարի անունը չէ։ Հայերը Բարի անունը չէ միայն, Վաղար Շաբաթը քաղաքի անուն է, արկուզես է։ հայերը սուրբ ծնունդը կդոնեն, հայերը երբ սուրբ ծնունդը կդոնեն։ Հայերը կդոնեն։ Ինչ էսի մատ բարձրացնել։ Ծնողներ, երբ հայերը սուրբ ծնունդը կդոնեն։ Այո, Բոմբարդեցին։ ճիշտ է։ Հայերը բարձրացին կդոնեն սուրբ ծնունդը։ Գիտեք, թե
Գիտեք, թե սուրբ ծնունդին ադեն ինչ գսենք իրարու, որ Քրիստոս ծնավ եւ այնեցավ ցեզի մեզի մեծ ավետիս։ ճիշտ է, հիմա միասին ասեք, Մեկս միասին։ Քրիստոս ծնավ եւ այնեցավ ցեզի մեզի մեծ ավետիս։ Արդյոք գիտեք, թե հայերը որպես շատ հին ժողովուրդ քանի նոր տարի ունեցած են։ Դենի շատ հին ժամանակներեն հայերը ունեցած են 3 նոր տարի։ Ճիշտ է, հայերը 3 նոր տարի ունեցած են։ Արդյոք ինչ ուրիշ բառ գիտեք, որ կնշանակեն նոր տարին նուվելոն։ Այո, Եվա։ Ամանոր եւ գաղան կնշանակեն նոր տարի, նուվել։ Ճիշտ է, ամանոր եւ գաղան։ Գիտեք, թե որն է հայերու ամենեն հին նոր տարին, Մաքսիմ։ Հայերուն ամենեն հին նոր տարին փնության դոնն է, որ կդունեն 21 մարտին։ Ճիշտ է, լավ, ուն որ գիտես, երբ է հայերեն հին նոր տարին գրնած են մեզի, թե որն է երկրորդ նոր տարին։ Էգական երկրորդ նոր տարին նավասար դոնն է, որ կդունեն օգոստոսի 11-ին։ Այդ թվականը հակ նահաբիտին հաղթանակը կհիշեցնե չար եւ բռնկալ պերիթեմ։ Նավ այսինքն նոր եւ սարդ այսինքն դարի։ Ուրեմն նավասար։ Ճիշտ է, նավասարդը երկրորդ նոր տարին է եւ միայն բարախումբի անունը չէ։ Բարախումբի անունը չէ միայն նավասարդը։ Այս 5 նոր տարիներն մեկն է։ Այո։ Որն է հայկական երրորդ նոր տարին։ Ինես որն է։ 18-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսը հունվար 1-ը ընդունեցավ որպես նոր տարի։ Ճիշտ է, բիջես էլ որ այդ թվականին քիչ մը առաջ հայերը արդեն սկսած էին որոշ դեղեր դոնել հունվար 1-ը որպես նոր տարի։ Շատ լավ, գիտես չէ, չես գիտերի խաղը վերջացավ։ Անցնի ուրիշ ավանդության։ Հիմա պիտի երկենք շարագանը նվիրված սուրբ ծնունդին, որ կգոչվի այսօր դոնե։ Շնորհակալություն։ Այս շարականը նվիրված է գաղանջին եւ բոլոր եկեղեցիներու մեջ Հայաստան եւ ամենուր երկրի այս օրերուն այսօր դոն է եկեղեցական շարական մնե որ կուզեի մտի գնեիք եւ ձեր ականջի մեջ որպես հիշողություն մնա։ Խնդրեմ։ Yeah.
ներողություն, սիրելի ծնողներ, սիրելի ներկաներ, ուրեմն ներկայացումը պիտի պատրաստած ենք ցեզի համար։ Եթե մի քանի դողի ես պիտի արտասանեմ, որովհետև բացառի երկու աշակերտ ունիմ շփախտապար անհանգալի եկան, բայց ոչինչ, կներեք ինձ։ Շնորհակալություն։ Մեզին նվերներ կպերը, ինշա, ես շատ ուրախ եմ, ես ալ շատ ուրախ եմ, մենք ալ շատ ուրախ ենք։ Հասարանը Հովանես Թումանյան գոչվի։ Ով է Հովանես Թումանյան։ Հովանես Թումանյան ծնած է Լոռի շրջանի գյուղը 1869։ Քահանայի զավակ Բադանի դարիքին սկսած է բանաստեղծություններ գրել։ Եղած է ասկային քարակական գործիչ։ Մեծ զարկ տված է մանկական քրականությամբ։ Իր գործերն են Սասունցի Դավիթ, Շունն ու գադուն, Գաչիր մերը, Ծախորդ Պանոսը, Ամպան հուրին, Կաչնազարը, Գացին աղբեր, Նախտակլորը, Չարչար տակավորը, Ժամպորտներ, Վսկու գրս, Դիգոսի մաղը, Անխերկը մարտը, Ստուդլիկ վրսգան, Թումանյան սիրված բանաստեղծ է։ Ապրիկ, շատ ապրիկ, արտասանությունը սոված է Թումանյան։ Այո, իհարկե, գաման բաբա, Ուրեմն սիս գրսը։ անցրև ուղած, Կարուն եկավ ամբերով, ամբեր եկան անցրևոր, Անսևդանիմ արտինդամ, արդա ինձի ծորենդա, Ծորենդանիմ չարածդամ, չարածը ինձի արյուրդա, ալյուրդանին դաշտինդամ, դաշտանար ինձի խմորդա, Խմորդանիմ տոնրինդամ, տոնիր ինձի նորազդա, Ապրիկ, վարդ եմ ծեզվում։
Գան բաբան խանգարեց քիչարած վերջինս էլի կս։ Տեսակ թե որքան հայերեն սորվել են։ Դարբույնսկից կերտեգան բալբյուսե գնեինգ։ Այսօր բատմություն կբատմ են։ Որ դիսկոտեկի մեջ կրուն արչև հայերեն սորվի։ Որ պինպոնի սեղանին արչև գրնան սորվի։ Ոման գծեն շապատոր երտան պինպոն խաղալ։ Միշտ կրնան խաղալ պինպոն։ Բայց շապատորը հայերեն միայն շապատորը գրնան սորվի։ Այնպես որ ծնողներ, սիրելիներ, իսկապես կսեն, այս ուրախությունը, որ մենք այսօր սկացինք, մենք ամեն շաբաթ կզգանք, գիտեք եւ մեզի մասնագից եղեք։ Այսպես երդասարդ ծնողներ կան, որոնք արդու իրգուն կմտահոգվին, թե որ աստիճանի կարենան սորվեցնել, հայերեն երգը սիրել, հայոց լեզուն սիրել, հայոց երգիրը սիրել, հայ ժողովուրդը սիրել, խաղաղություն բարգեւել եւ ասում է խնդրել ամեն օր։ Չկա ասկմը, որ մեզի չափ խաղաղություն խնդրած է։ Եվ ասված մեզի այսօր խաղաղություն գուտա հագարակ, որ շրջապատված ենք այլած թշնամիներեն, մեկը Դաեշ է, մյուսը Դագով է, մեկը դա խոզ է, ալիշկան խոզերու երկրի դարձել ենք, բայց մենք Փառք Աստուծո ունենք հզոր հայրենիք եւ բանավատ հզոր բանակ, որ ամեն բանի պատասխան կտա։ Եթե մենք չենք կրնար անցապ մասնակցենք, մենք ասպազիկներուն աղոտքով կմասնակցենք եւ կօգնենք մեր հայրենիքին։ Դուք բարդականություն ունիք հայրենիքին համար աղոտելու եւ մտածելու, որ ձեր զավակներն սիրեն ձեզի չափ, որ իրենք իրենց կարգեն, աշխարհի ծնող կա, որոնք իրենց զավակ աշակերտը եղած են եւ այսօր զավակներ ոնց են։ Վաղը ասոն զավակներն ալոս պիտի լան։ Աստվածը 180 տարի է գաբրի գոր, թեր 1800 տարի ալ պիտի աբրի, որ 2000 ամյակին է։